Առաջինի եթերում մանրամասներն են, ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը, բարև ձեզ։ Այսօր իմ հյուրն է թուրքագետ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ Նելի Մինասյանը։ Բարև ձեզ, Տիկին Մինասյան։ Շատ խոսվեց, լուրեր տարածվեցին, որ Իրանը արաբական երկրների թվում նաև թիրախավորել է Թուրքիայի տարածքը, Ինջերլիքի տարածքը։ Նախ հասկանալի է, որ իրականությանը այդ ամենը չի համապատասխանում, ըստ ձեզ որտեղից է գալիս այս տեղեկատվությունը, ինչի է այս տեղեկատվության արտահոսքը, նպատակը որն է, եւ ընդհանրապես փորձենք նաև մի փոքր վերլուծել Թուրքիայի դերը, այս ամբողջ Թուրքիայի դիրքորոշումը այն գործընթացներում, որոնք կատարվում են այս պահին Իրանի ներսում եւ Իրանի շուրջ։ Նախ երկու ռազմաբազա կա Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ են, որոնք որ ըստ էության ամերիկյան կողմի վերահսկողության տակ են։ Այստեղ ամենանշանավորը Ինջերլիքի ռազմական բազան է։ Բոլոր առումներով է շատ կարևոր Ինջերլիքի ռազմական բազան։ Եվ հենց առաջի օրը նաև տեղեկատվություն եղավ որոշակի, որ առաջին ալիքի հետ, երբ որ հարվածել էր Իրանը, ամերիկյան ռազմաբազաների, նաև Ինջերլիքին է հարվածել, բայց հետո հերքվեց այս տեղեկատվությունը։ Եվ այսօր առավոտից էլի այդպես մի ռեպորտաժ էր անգամ տարածվում, որ իբրև թե այնտեղ ինչ-որ ծուխ էր կրակեր եւ այլն էր։ Սա նույնպես մեծ հաշվով միջև այս պահը չի հաստատվել։ Ես ինքս անձամբ կարծում եմ, որ չի համապատասխանում իրականությանը։ Թուրքիայի դիրքորոշումը Ինչի համար են տարածում այս տեղեկատվությունը այսպես։ Ով է շահագրգի ու շահագրգռված տարածի այսպիսի տեղեկատվություն։ Գիտեք, շահառուները կարող են տարբեր լինել, ընդ որում Թուրքիայի ներսից սկսած հետաքրքիր է, որ երբ որ առաջին անգամ նշվեց Ինջերլիքի ռազմաբազայի այսպես հարձակման մասին, ուրեմն հետո թուրքական կողմից տեղեկատվություն եղավ, որ ձերբակալել են Անկայի լրագրողներին, իսկ Անկան դա օպոզիցիային պատկանող, նրանք գնացել են այնտեղ ուղղակի նկարահանումներ անելու, գուցե իրենք նույնպես սպասել, որ նման բան կլինի։ Այսինքն խնդիրը այսպես փակվեց։ Հիմա այս որ ես նայեցի, կարծես Haber Global-ի լրագրողներ, դե այստեղ բոլոր լրագրողներն են որ սենսացիա փնտրում են, բայց հնարավոր է ինչ որ նաև Թուրքիայի ներսում որոշակի ուժերի բան, էլ չասեմ որ Haber Global-ի ֆինանսավորողները ադրբեջանցիներն են, այնպես որ թեև ես իրականում կարծում եմ, որ բոլոր կողմերը զգուշավորություն են ցուցաբերում։ Սա մեկ, երկրորդ Թուրքիայի դիրքորոշման մասին, ես նշեմ, որ ինձ համար համենայն դեպս անսպասելի չէր Թուրքիայի դիրքորոշումը, որ թուրքական կողմը արտահայտեց, այսինքն ավելի հավասարակշռված ըստ էության դիրքորոշման մասին է խոսքը։ Երբ որ թուրքական նախ առաջի օրը միայն սկզբնական շրջանում արտգործնախարարությունից որոշակի արձագանքներ եղան, արդեն երեկոյան կողմ Էրդողանը ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ իրենց ցամաքային, օդային եւ ընդհանրապես որևէ տարածք չի օգտագործվելու Իրանին ռմբակոծելու համար եւ մինչեւ այս պահը ըստ էության նրանք պահում են իրենց խոստումը եւ բոլոր կողմերին կոչ արեց հանդարտության ըստ էության նաեւ թե 3 թե այսօր առավոտյան հատկապես գրեթե այսպես բոլոր կողմերի ներկայացուցիչների հետ հեռախոսազրույցներ են եղել կարծեմ բացի Իրանից ուրեմն թեև կար անգամ այդպես տեղեկատվություն որ նախապատրաստվում է խոսակցություն ուրեմն եւ նա բոլորին ըստ էության կոչ անում հանդես է գալիս այդ դերով որ դադարեցնեն այսինքն առողջ բանականություն ցուցաբերեն դադարեցնեն այդ բոլորը եւ նստեն բանակցությունների սեղանի շուրջ հակառակ դեպքում թուրքական կողմը շատ մեծ մտահոգություն ունի որ տարածաշրջան ուղղակի տարածաշրջանի հրդեհ կբռնկվի որի մարելը հնարավոր չի լինի ու հետաքրքիր է նաեւ երկրորդը որ Էրդողանը անգամ այստեղ փորձեց շեշտը դնի ուրեմն իսլամական գործոնի վրա որ իսլամական աշխարհը Ռամադանի օրերին ըստ էության միմյանց վրա են կրակում եւ այս անգամ այս երկխոսությունը այս կոչը ավելի շուտ նրա խոսքերում եւ ելույթներում կա իսկ ինչ վերաբերում է անդիմությանը
Նշեմ, որ ընդդիմությունը նույնպես իշխանությանը մոտ տեսակետ այսօր արտահայտել հանրապետական ժողովրդական կուսակցությունը, որտեղ որ իրենք օրինակ էին բերել այդ մարտի 1-ի մեմորանդումը 2003 թվականի, երբ որ նահանգները կրկին ուրեմն այսպես կոալիցիոն ուժերը ավելի շուտ ՆԱՏՕ-ի օպերացիա կազմակերպեցին Իրաք եւ այն ժամանակ շատ մեծ ճնշումներ եղավ Թուրքիայի վրա, որպեսզի թուրքական տարածքը օգտագործեն Իրաք ներխուժելու համար եւ անգամ Թուրքիայից տարածք էին ուզում, որտեղ ամերիկյան բանակ զորք պետք է ուրեմն տեղակայվեր, բայց թուրքական պարլամենտը մերժեց, թույլ չտվեց եւ Իրաքի օպերացիայի ժամանակ իրականում թուրքական տարածքը չի օգտագործվել եւ հիմա ընդդիմությունը դա ներկայացնում է որպես այսպես ամենակարևոր ձեռքբերում եւ հիմա էլ կոչ անում իշխանություններին ոչ մի պարագայում ուրեմն չներքաշվել այս ամեն ինչի մեջ, այլ պահել չեզոքություն, ինչպես Աթաթյուրքի կարգախոսով են ասում, խաղաղություն տանը, խաղաղություն աշխարհում։ Այս անթակույց սերը արխաղաղություն Անկարայի կողմից, որքանով ես հասկանում եմ, ունի բավականին լուրջ հիմքեր, որոնք խարսխված են հերթական անգամ իհարկե թուրքական շահերի վրա, եւ նորից որքանով ես հասկանում եմ, հիմա ես շատ կցանկանամ լսել նաեւ ձեր կարծիքը, Թուրքիան այնքան էլ շահագրգռված չէ Իրանում իշխանափոխության սցենարով եւ այնտեղ այնքան էլ շահագրգռված չեմ, որպեսզի Թեհրանում ձևավորվի, այսպես ասած, պրոամերիկյան իշխանություն եւ այստեղ նորից որքանով ես հասկանում եմ, թիվ 1 պատճառը դա Իսրայելի հնարավոր տարածաշրջանում ազդեցության ուժեղացումն է, որովհետեւ Թուրքիայում կապում են Իրանում իշխանափոխությունը Իսրայելի ուժեղացման հեռանկարի հետ, որովհետև նույնիսկ այս վիճակում, որում կա այսօր թուլացած Իրանը, ինքը հավասարակշռություն է ապահովում տարածաշրջանում եւ ինչ որ առումով նաեւ ստեղծում է այդ հավասարակշռությունը Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ, նպաստում է այդ հավասարակշռության։ Ես այդպես եմ տեսնում իրավիճակը, խնդրեմ նաեւ ձեր կարծիքը։ Իրականում դեռևս 12-օրյա պատերազմից, այսինքն երբ որ արդեն ուղիղ հարվածներ հասցվեցին Իրանին, այս շրջանից Թուրքիան սկսեց շատ մեծ անհանգստություններ ցուցաբերել եւ ավելի շուտ կարելի է դրանք մտագրել որպես մտահոգություններ եւ շատ հետաքրքիր տարբեր մակարդակների վերլուծություններ կան այս մտահոգությունների հետ կապված թուրքական կողմից։ Հիմա եթե ես այսպես փորձեմ խմբավորել մտահոգությունները, ինչի հետ են կապված եւ ինչն է Թուրքիայի շահերին համընկնում, ինչը իրենք առնվազն չէին ուզենա, որ այդպես լիներ։ Ուրեմն առաջին մտահոգությունը դա վերաբերվում է անվտանգային խնդիրներին։ Սա ամենալուրջ Անկարայի համար ամենակարևոր խնդիրն է, որովհետև իրենք այդ անվտանգության տակ դնում են ամենատարբեր խնդիրներ։ Ընդ որում անվտանգության տակ պետք է հասկանալ ինչպես ներքին հարցերը, այսինքն քրդական խնդրի հնարավոր վերակտիվացում, չգիտեմ ինչ-որ մասնատման հետ կապված ինչ-որ հարցեր, այսինքն այստեղ նաև տարածքային ամբողջականության հետ կապված եւ անգամ ուղիղ տեքստով արդեն կան այսօր որոշակի ուրեմն քննարկումներ, որ ամեն կերպ չպետք է բանը հասնի նրան, որ Իրանի տարածքային ամբողջականության հետ կապված ինչ-որ քննարկում լինի, որտեղ դա ուղիղ վերաբերում է նաև Թուրքիայի անվտանգությանը եւ այս հարցում նրանք ամբողջությամբ շահերը համընկնում է։ Սա մեկ մտահոգություն։ Երկրորդ ամենախոշոր մտահոգությունը ըստ էության դա իրենց սահմանների երկայնքով ռազմական գործողությունների ավելացման մտահոգությունն է, որ էլի կրկին կարող են կայունություն բերել ու էլի գալիս ենք առաջին կետին։ Մյուս կրկին շատ մեծ մտահոգությունը դա թերևս ես կասեի, այս պահին ամենաիրատեսական առաջին տեղում պետք է դնենք, դա փախստականների խնդիրն է, միգրացիոն հոսքերը, որը որ Թուրքիան իսկական քաոս կարա ստեղծի եւ ընդ որում հետաքրքիր է, որ իրենք այստեղ դիտարկում են ոչ միայն Իրանից հոսքերը, չնայած արդեն անգամ սահմանները փակեցին, շատ սահմանափակ բանով են ուրեմն թողնում եւ չգիտեմ այնտեղ ինչ որ ծրագրեր է քննարկվում, եթե պատերազմը շարունակվի լինի
ավելի մեծ հոսքեր պետք է սահմանային հատվածներում փորձել տեղավորել, այսինքն թույլ չտալ Թուրքիայի ներս գնալ, որպեսզի չառաջանա քաոս, ընդ որում սա վերաբերում է ոչ միայն Իրանին, այլ նաև այստեղ մտահոգությունները մի քիչ ավելի լայն են կապված Պակիստանի ու Աֆղանստանի այս իրադարձությունների հետ, որտեղ այնտեղ եւ պակիստանցիներ են շատ գնում նաև աշխատանքի համար եւ աֆղանստանցիներ են գնում, այսինքն այս երևի թե այս պահի առաջին ամենամեծ խնդիրն է Թուրքիան դիտում իր համար։ Եվ այստեղ մի հատ նրբություն կա, տեսեք, օրինակ Սիրիայի պարագայում Եվրոպան իրենց փող տվեց, բայց այս պարագայում մի քիչ էնել այսօրվա Թուրքիայի ու այսօրվա Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների մեջ մի քիչ հավատալի է, որ Եվրոպան իրենց էնել է ժամանակվա չափ գումարներ կտա։ Մյուսը իհարկե տնտեսական խնդիրներն են, տնտեսական առանց այն էլ վատ իրավիճակը, ընդ որում տնտեսական խնդիրները զուտ սոցիալական տնտեսական տեսանկյունից թանկացումներ, այդ քաոսային իրավիճակը փախստականների պատճառով, որը կարող է այսպես տնտեսական իրավիճակը ավելի վատացնի։ Նաև շատ են անհանգստանում աստղաջրածնային ռեսուրսների գների բարձրացումից, որը շատ հետաքրքիր նշում են, որ կհարվածի ինչպես տնտեսությանը, արդյունաբերությանը, այնպես էլ քաղաքացիների գրպաներին ուղիղ, իսկ եթե դիտարկենք, թե Թուրքիայում ինչա տնտեսության ոլորտում տեղի ունենում, այս իսկապես շատ մեծ ուրեմն ճգնաժամ կարող է առաջացնել։ Սրանք են հիմնական հարցերն են, որ Թուրքիան այս պահին փորձում է սրանց վրա հիմնական ուշադրությունը դարձնել։ Իհարկե կա նաև երկարատև խնդիրներ, թե երկարատև առումով դա ինչ կտա Թուրքիային, այ ձեր ասած Իսրայելի գործոնը ես կարծում եմ ավելի շատ երկարատևի մեջ է մտնում, որովհետև երկարատև հեռանկարում եթե Իրանի պոտենցիալը ոչնչացվում է, իսկ մենք այդպիսի արձագանքներ լսում ենք արդեն թե Թուրքիայից եւ թե Իսրայելից, միակ կենսունակ պետությունը տարածաշրջանում մնում է Իսրայելին, այսպես հակառակ խոսացող, մնում է Թուրքիան եւ ոնց որ Թուրքիան վերցնում է Իրանի տեղը կամ Իսրայելը սկսում է Թուրքիային դիտարկել այս համատեքստում։ Դուք երբ որ ասում եք միակ կենսունակ պետությունը Թուրքիան, ինչ է նկատի ունեն։ Նկատում եմ, որ բացահայտ իսրայելական ռետորաբանությունը դա նկատում եմ, թե չարաբական պետությունների մեջ իհարկե կան կենսունակ պետություններ, ով որ հակա իսրայելական ռետորաբանություն ունի։ Իհարկե չի բացառվում, որ դա միայն Էրդողանի իշխանության հետ է կապված, բայց համենայն դեպս այս պահին ինչ ունենք, դա եմ ասում։ Այսինքն սա ավելի երկարատև հեռանկարում։ Իմ կարծիքով ստեղծված իրավիճակից Թուրքիան չի շահում շատ։ Թուրքիան չի շահում ուղղակի, որովհետև այդ ինչ որ ես ասեցի, դրանք թե կարճատև, թե երկարատև էֆեկտներ են ունենալու Թուրքիայի վրա եւ Թուրքիան հազիվ թե ամեն ինչից շահի։ Էլ չասեմ, որ տեսեք, եթե Իրանը այդ կենսունակության տեսանկյունից եթե դուրս է գալիս, իմջալոց իրենց ազգային հետախուզության ակադեմիան մի հետաքրքիր զեկույց էր հենց առաջին օրը հրապարակել եւ իրանք հենց այդ միտքը առաջ էին քաշում, որ եթե Իրանը գնում է մնում է Թուրքիան, այսպես մեծ Իսրայելի ստեղծման համատեքստում, թեև ես սրան մի փոքր վերապահումով եմ մոտենում, ուղղակի Իսրայելը իր համար կենսական խնդիրներ է լուծում այս պահին, ուրեմն իրենք Թուրքիայի բացերն էին նշում, թե Թուրքիան ինչ բացեր ունի, եւ տեսեք անգամ Իրանի հետ համեմատությամբ Իրան այսօր ունի հրթիռներ, անօդաչուներից բացի հրթիռներ, որոնք որ բալիստիկ հրթիռների մասնախոսքը, որոնք որ նա մենք տեսնում ենք որ կիրառում աստեյության, բայց Թուրքիան չունի սենց բաներ եւ Թուրքիան հրթիռների պակասն է նշում, Թուրքիան հատկապես շատ անհանգստացած է, որ տիեզերական այսպես այդ տեխնոլոգիաներ չունի, որպեսզի ավելի լայն դիտարկումներ անեն եւ ստեյության տեղաշարժ եւ այլն, այսինքն իրենք ունեն այս առումով շատ մեծ մտահոգություններ, այնպես որ իմ դիտարկմամբ Թուրքիան ավելի վատ վիճակում կհայտնվի եւ այնքան էլ էս բոլորը չի բխում Թուրքիայի շահերից։ Եվ Իրանի հետ կապված հարց իրականում կարևոր է հասկանալ, թե ինչ ռազմավարություն է վերցնելու պաշտպանության, գուցե նաև հարձակվողական Իրանի փաստացի նոր ժամանակավոր կառավարությունը, ղեկավարությունը Այաթոլլահ Խամենեիի սպանությունից հետո,
Շատ հետաքրքիր է, որ օրինակ իսլամական պահապանների կորպուսի հրամանատարը սպանվեց 3 այդ հարվածի ժամանակ։ Ես չգիտեմ որքանով է իրականությանը համապատասխանում տեղեկատվությունը, բայց տեղեկատվություն կա, որ նրա փոխարինողները սպանվել, այսինքն ումը որ նշանակել են, իրաններ են արդեն սպանել։ Եվ այստեղ ես ռազմավարություն եմ տեսնում Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից սպանել հերթով, ոչնչացնել հերթով ղեկավարներին, որպեսզի ղեկավարության մոտ էլեմենտար վախ առաջանա Իրանի սեփական կյանքի համար, երբ որ դու փոխարինում ես եւ քեզ սպանում են։ Երկրորդ օրը քո նշանակումից հետո սա շատ տրիվիալ է հնչում, բայց այնուամենայնիվ եւ սա շատ նման է մի ռազմավարության, որը Իսրայելը եւ ԱՄՆ-ն որդեգրել են, որպեսզի ստիպեն Իրանի ղեկավարությանը, անընդհատ փոփոխվող ղեկավարությանը գնալ զիջումների։ Ինձ այդպես է թվում։ Եվ Իրանի հնարավոր պատասխանը, Իրանի ղեկավարության, փոփոխվող ղեկավարության պատասխանը ինչպեսին կլինի, արդյոք այս միջոցը, ճնշման միջոցը, հասկանալի է, չէ՞ որ Այաթոլլահ Խամենեին 86 տարեկան մարդ էր։ Եվ որևէ մեկին մեծ հաշվով պետք չէր իրեն սպանել, հա, ինքը սպանությունով հարց չի լուծվել։ Բայց սա իրանք գլխատում են իշխանությունը։ Այո, եւ գլխատում են նաեւ նրան, ով պետք է իրեն փոխարինի հետագայում։ Ես գլխատում են, այո, ինչի համար են դա անում։ Այս սրա շուրջ կուզեմ մի փոքր խոսենք։ Տեսեք, իմ կարծիքով այս ավելի շատ Իսրայելի նախաձեռնությունն է կամ Իսրայելի ռազմավարությունն է, որի վերջնանպատակը ռեժիմի փոփոխելն է։ Այսինքն այս ամեն ինչի սպանությունները։ Տեսեք, իրենք գլխատում են իշխանությանը, մենք եկեք չանձնավորենք եւ անձնական վախը ես այստեղ առաջին տեղ չէի դնի, որ մարդկանց մոտ առաջացնեն անձնական վախ, որպեսզի նրանք չգան այդ պաշտոնին, չէ, այս ավելի ստրատեգիական, ավելի գլոբալ է, այսինքն ամեն եկած իշխանության գլխատեն, որը քաոսի առաջացման երևի թե լավագույն գործիքն է։ Կառաջանա քաոս եւ այս քաոսի պայմաններում բնականաբար ավելի խոցելի կլինի եւ ի վերջո կգնա ռեժիմի փոփոխման, այսինքն գլխավոր խնդիրը ռեժիմի փոփոխությունն է, գա այնպիսի ռեժիմ, որը որ կգնա արդեն Ամերիկա, Իսրայել երկիակի հետ բանակցությունների։ Եվ ստեյության կընդունի նրանց պայմաններ այդ ընթացքում նաև ոչնչացնել բոլոր հնարավոր դիմադրության մեխանիզմները, ինչը որ մենք փաստացի տեսնում ենք այսօր, որտեղ Իրանը այս տարիների ընթացքում շատ հետաքրքիր մեխանիզմներ էր ստեղծել ամբողջ մերձավոր արևելքով, Աֆրիկայով, եթե հութիների նկատի ունենանք, այսինքն այդ բոլորը վերացնել։ Տեսեք, դրանք թույլ էին, բայց այսօր ուրեմն մենք տեսնում ենք, որ եթե հիմա իրականությանը համապատասխանեն, որ Լիբանանում ցամաքային օպերացիա սկսեն, այսինքն գնան օրինակ Հեզբոլլահի ամբողջական ոչնչացման, Համասը գրեթե ոչնչացված վիճակում է, եւ եթե չկային ռեժիմը, որը որ այս բոլոր մեխանիզմներն էլ կղեկավարի, անգամ թույլ վիճակում կոորդինացնի, այսինքն ի վերջո կգնա, այսինքն ստիպել գնալ ռեժիմի փոփոխության։ Իմ կարծիքով ռազմավարությունը սա է։ Տեսեք, դուք էլ նշեցիք ձեր խոսքում, որ Թուրքիան եւ Իրանը փակել են սահմանները իրենց, հայ-իրանական սահմանը, որքանով ես գիտեմ, բաց է։ Այդ բոլոր վտանգները, որոնք կան, որոնք Թուրքիայում տեսնում են Իրանից կապված այդ մարդկանց մեծ հնարավոր հոսքերի հետ կամ արդեն գոյություն ունի հոսքերի հետ, մենք չենք տեսնում, որ սահմանը չենք փակում։ Իմ կարծիքով այստեղ խնդիրները մի փոքր այլ է։ Իհարկե մտահոգություններ պետքա լինի ու ես չգիտեմ մեր իշխանությունները գուցե ինչ-որ պահի գնան դա խիստ վերահսկողության տակ վերցնելուն կամ անգամ փակելուն անհրաժեշտության դեպքում, որտեղ Թուրքիան այնտեղ ամենատարբեր մտահոգությունները ունի։ Չմոռանանք, որ Թուրքիայի արևելյան շրջաններն են դա։ Այսինքն Թուրքիան արդեն իսկ ստեղ խնդիրներ ունի։ Եվ երկրորդ
շիա բնակչությունն է գնում Թուրքիա։ Այսինքն Թուրքիայի խնդիրները մի փոքր այլ են։ Իհարկե կրոնական եւ այլ հիմքերով մենք խնդիրներ ունենք։ Եվ ես շատ ավելի վաղուց եմ ասել, որ ճիշտ կլիներ, որ արդեն իսկ լինեին այդ ռազմավարությունները, թե ինչ անելու, ինչ ենք մենք այս դեպքում ինչ ենք անելու։ Եվ օրինակ ես կարծում եմ Թուրքիայի կողմից շատ բանական էր հենց սահմանային հատվածում փորձել ճամբարներ ստեղծել, եթե բանը կհասնի դրան, դա Աստված չհասնի դրան, եւ այդ պահել այդտեղ թույլ չտալ։ Իմ կարծիքով նման մի սցենար մերոնք պետք է արդեն մտածած լինեին, որտեղ մեր պարագայում ընդհանրապես ավելի դժվար կլինի։ Անընդհատ շարունակվում է քննարկումները կապված Իրանի մասնատման հեռանկարների հետ։ Ես ունեք այստեղ շատ մեծ խնդիրներ եմ տեսնում հաշվի առնելով, որ Իրանը ունի սեփական Քրդիստան, հա, քրդեր ունի, եւ այդ քրդերը կան ոչ միայն Իրանում, այլ նաեւ օրինակ կան Թուրքիայում, կան Սիրիայում, կան Իրաքում, եւ եթե Իրանը մասնատվի, եւ եթե քրդերը ստանան ինչ որ մի պետություն Իրանի տարածքում, հասկանալի է, որ դա ասենց շղթայական ռեակցիայով գնալու է նույն Թուրքիան, նույն Սիրիան, նույն Իրաքը, ինչը մեծ հաշվով ոչ մեկին պետք չի։ Մենք քրդերից խոսենք մի փոքր։ Այս առումով, որքանով ես եմ հասկանում, ես էլ եմ ասում, ես մասնագետ չեմ, կարող եմ սխալվել, Իրանի մասնատման սցենարում երևի թե որևէ մեկը բացի Իսրայելից, հա, շահագրգռված չէ։ Փորձենք նաև քննարկել այդ հնարավոր սցենարը եւ նրա հավանականությունը։ Ես դրա համար, երբ որ սկզբից նշեցի անվտանգային հարցը, նաև սա նկատի ունեի, որ Թուրքիայի մոտ անհանգստությունը նաև այստեղից է գալիս, որ սա նույնպես կարող է սցենար լինել եւ Թուրքիայի համար իսկական գլխացավան կլինի։ Մենք պատկերացրեք հարավը Սիրիայի, Իրանի մասնատումը։ Իրանի մասնատումը, այո։ Այսինքն մի հատ դեռ այնտեղ խնդիրները չեն լուծել։ Իրաքում մի կերպ այսպես զսպված վիճակում պահում են դեռ անհայտ է թե դա ինչքան կտևի ու մեկ էլ մի հատ էլ այդպիսի խնդիր ստանում են արևելքում այսինքն այս իրականում շատ լուրջ խնդիրներ է գիտեք ռազմավարական տեսանկյունից ես կարծում եմ այո սցենարավոր որոշ ուժեր մասնավորապես Իսրայելի տեսանկյունից եթե նայում ենք գնա ուրեմն մասնատման որտեղ Իսրայելի սահմաններից բավականին հեռու է, դա երկար քաոսային իրավիճակ ստեղծում է, ինքը բավականին երկար ժամանակ գլուխը կազատեց խնդիրներից։ Բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ սա մի քիչ ավելի գլոբալ է եւ այս փուլում դա առաջնային խնդիր չի։ Այսինքն այս փուլում առաջնային խնդիր չի Իրանի մասնատման հարցը, այս փուլում կարևոր է այն ինչի մասին մենք խոսեցինք, այսինքն ռեժիմի փոփոխման հարցն է դրված, ոչ թե մասնատման հարցն է դրված, որովհետև դա մեծ քաոս կառաջացնի։ Իրանում մի քանի, ասենք 2-3 ժողովուրդ չի ապրում, էլի բավականին շատ ժողովուրդներ են ապրում եւ բոլոր տեսանկյուններից ես չեմ կարծում, որ նահանգների համար այս պահին դա կարևոր այսպես խնդիր կդիտարկվի։ Իհարկե ամենավատագույն սցենարը կարող է լինի Սիրիայի սցենարը, որը քննարկվում է տարբեր լուծաբաներ այս մասին նշում են քաղաքացիական մեծ պատերազմ քաղաքացիական պատերազմ եւ նու կարող այստեղ քաղաքացիական չլինի էթնիկական լինի օրինակ բայց դե Սիրիան էլ տարբեր էթնիկ խմբեր կային այնտեղ էլ այդ բանը գնաց կարող լինեն ահաբեկչական բայց Սիրիան չի մասնատվել դե ես հենց դրա համար եմ ասում էլի որ տեսեք միջև վերջ բայց էլի միջև վերջ բոլորը պահեցին Սիրիայի առաջինը Թուրքիան դրա համար ես նշեցի որ Թուրքիայում թե իշխանությունը թե ընդդիմությունը խոսում է որ տարածքային ամբողջականությունը պետք է մնա եւ իրենք նշում են որ դա հենց Թուրքիայի ամենազգոն հարցն է եւ տեսեք հիմա նույն քրդերը թեև ամերիկացիները ինչքան մենք գիտենք ինչքան օգնեցին քրդերի նույն Ռոժավային վայր, բայց այսօր ասում են չմասնատվի Սիրիան մնա որպես տարածքային ամբողջականության պետություն, այնպես որ այնուամենայնիվ որքան էլ դա մեզ դուր չգա, այս ամբողջ գործընթացներում տարածքային ամբողջականության վրա շարունակվում է շեշտը դրվել։ Պես որ ես հույս ունեմ, որ այս խնդիրը ուղղակի Իրանը սրան չի հասնի։ Իսկ ինչի մեր դուրը դա չի գալիս։
Դե նկատի ունենալով նախորդ տարիների իրադարձությունները Ադրբեջանի հետ կապված։ Հա, Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Եվ շատ է արծարծվում, դուք էլ նշեցիք ձեր խոսքում, Տիկին Մինասյան, որ Իրանի տարածքում ոչ միայն քրդերն են, որպես փոքրամասնություն, որպես համայնք, նաև կան ադրբեջանցիներ, թուրքախոսներ եկեք ասենք։ Թուրքախոսներ, լավ, ավելի մասնագիտական։ Այդ թուրքախոսները Հայաստանում անընդհատ երբ որ խոսվում է իրենց մասին, շահարկվում է այդ հարցը, որ դա այդ թուրքախոսները մեծ հաշվով կարող են Իրանի քայքայման գործում մեծ ազդեցություն ունենալ իշահ Ադրբեջանի։ Հա, ես հասկանում եմ ձեր դեմքի արտահայտությունը, կիսում եմ ձեր կարծիքը, բայց այնուամենայնիվ եկեք փակագծերը բացենք, էլի։ Քանի միլիոն է անդեմ, 20 միլիոն կան, չէ՞։ Դե տարբեր թվեր կան, եթե անգամ 20 միլիոն դնենք, լավ, թող 10 միլիոն լինի, թող 15 միլիոն լինի։ Հիմա այդ մարդիկ Իրանի քաղաքացիներ են, որոնք հարյուրավոր տարիներով, հազարավոր տարիներով Իրանում են ապրում։ Ադրբեջանի համար այդպիսի սցենարը, եթե Իրանը քայքայվում է, մասնատվում է եւ այդ սահմանը, հա, հատվում է, քանդվում է այդ սահմանը գործող Ադրբեջանի եւ Իրանի միջև քաոս է լինում։ Իրենց համար սա ավելի մեծ վտանգ չի, քան հնարավորություն։ Տեսեք, նախ ես մի քիչ ուրիշ տեսանկյունից գամ։ Տեսեք, Իրանի թուրքախոսները ընդհանրապես իրանական ընկալման մեջ, հատկապես մշակութային, քաղաքակրթական համատեքստում, Կովկասը, Հարավային Կովկասը դեռ ընկալվում է որպես իրենց այսպես պատմական, մշակութային ազդեցության գոտի։ Հատկապես Ադրբեջանը։ Եվ իրենք միշտ նշում են, որ դա Ռուսաստանը պատերազմի արդյունքում վերցրել է։ Այսինքն տեսեք, ոչ թե իրանական հատվածը թուրքախոսների պիտի գնա միավորվի Ադրբեջանին, ու այսպես շատ հիպոթետիկ։ Այլ հակառակը պետք է լինի։ Այսինքն ընկալումը դա է առաջին հերթին։ Չէ, մի հատ sense ճշտող հարց է, կարևոր է։ Ընկալվում է որպես Իրանի ազդեցության գոտի։ Այո, որպես Իրանի, առավել ես ադրբեջանցիների պահով, որովհետև նրանք շիա մուսուլմաններ են եւ ստեյության իրանց ամեն ինչով քաղաքակրթական եւ այլ առումով, նայած վերջին տարիներին շատ փոփոխություններ ա եղել դարերին ես կասեի ռուսական ազդեցությունից հետո, բայց դեռ այս ընկալումը շարունակվում է, այսինքն նրանք ավելի շատ դիտարկում են, որ ոչ թե իրենք պետք է անկախանան միանան Ադրբեջանը, ճիշտ հակառակը Ադրբեջանը պետք է հետ վերադառնա այն կետին, որտեղ ինքը եղել է Ադրբեջան, նու թուրքախոսներ, այսպես եթե ասենք։ 19-րդ դար։ Դե այդպես է ստացվում, 19-րդ դարի սկզբին է Ռուսաստանը գրավել այդ խանությունները։ Սա առաջին ընկալման մակարդակով։ Երկրորդ, չէ՞ որ նույն թուրքախոսները իրանական պետության մեջ բավականին բարձր դիրքեր ունեն։ Այսինքն իրենք այդ պետությունն են ներկայացնում, այդ ո՞նց է տենց հնարավոր մարդ այդ պետությունը թողնի գնա միանա ուրիշ պետության։ Ես սա հիպոթետիկ մենք կարող ենք քննարկել։ Դա կարող ենք դիտարկել ինչ-որ սցենարներ, բայց իմ կարծիքով դա իրատեսական սցենարներ են ուղղակի։ Այսինքն սա Ադրբեջանում, եթե այդպես է, Ալիևի կողմից ընկալվում է որպես վտանգ։ Մեծ հաշվով այո, տեսեք, որովհետև Ադրբեջանը ճիշտ է հովանավորում է Թուրքիայի հետ ինչ-որ անջատողական, պանթյուրքիստական, ինչ-որ sense բաներ կան կազմակերպություններ։ Այս օրերին էլ շատ ակտիվ են, բայց դա ռոպագանդայի դաշտից այն կողմ չի գնում։ Ինձ հիմա օրինակ հետաքրքիր է։ Ես շատ sense գործնական, էլի, այսպես ռեալիստական տեսանկյունից ենթադրենք սկսում է միջեթնիկական բախումներ, օրինակ Ադրբեջանը ինչ անելու, սահմանը բացելու անդեղից մարդ ընդունի, ես խիստ կասկածում եմ։ Սահման, որը փակ է, հասկանում եք, փակ ուղղակի չեն թողնում։ Շատ այս երկրորն են ինչ-որ չափով բացել, որպեսզի այնտեղ մնացած անգամ այլ երկրների քաղաքացիներ, Ադրբեջանի քաղաքացիներ, այսինքն այս շատ բան, Ադրբեջանը ինչ անել, իր բանակ ուղարկելու է գնա այնտեղ կռվի։ Մի քիչ չեմ պատկերացնում ես գիտեմ ինչ սցենար կզարգանա, թերևս ամենաանհավանական բաներն են լինում քաղաքականության մեջ, բայց այս պահին, այս իրավիճակում այդպիսի քննարկումները ես կարծում եմ շատ տեսական են եւ այս պահին բոլոր պետություններն ավելի շատ կենտրոնացած են իրենց սահմանների անվտանգությունը ապահովելու համար։ Իմ կարծիքով նաեւ Ադրբեջանը։
Եվ եւս մեկ հարց, երևի թե վերջին հարցը կապված հայ-թուրքական սահմանի հետ հայտնի է դարձել, որ Ռուսաստանը եւ Հայաստանը քննարկել են երկաթուղու վերագործարկման, վերականգնման հատվածների խնդիրները, նաև մասնավորապես նշվել է Գյումրի ախորիկ, այսինքն Հայաստանի Հանրապետություն եւ Թուրքիայի Հանրապետություն այդ երկաթուղու վերականգնման հեռանկարները հստակ լուծումներ իհարկե չեն նշվել, բայց խոսքը արդեն գնում է բանակցությունների մասին։ Ըստ ձեզ, որքանով է ընդունելի այդպիսի վերականգնումը ռուսական կուրացիայի ներքո եւ Ռուսաստանի ֆինանսներով նույն Թուրքիայի համար։ Ես կասեմ Թուրքիայի համար էության մեջ համենայն դեպս ես չեմ հանդիպել այնպիսի դիտարկումներ, որոնք որ ինձ թույլ կտան անել եզրակացություն, որ Թուրքիան չէր ուզենա այդ երկաթուղին ռուսական կոնցեսիայով երկաթուղին աշխատել։ Ես չեմ հանդիպել անկեղծորեն։ Եվ կարծում եմ այդ հարցը թուրքերի համար շատ նախնական հարց է, որտեղ իրանք ուրիշ նախագծերի վրա են կենտրոնացած, ուղղակի այստեղ Հայաստանի քաղաքականությունն է շատ կարևոր, որ Հայաստանը արագ ինչ-որ բաներ անի եւ քայլ առաջ միանա այդ գծերի, նաեւ Թուրքիային ինչ-որ բաներ առաջարկի։ Իմ կարծիքով սա է կարևորը Թուրքիայի համար, մանավանդ եթե այս իրադարձությունների համատեքստում այլ զարգացումներ լինեն, իմ ջալուս կարող է ռեալ շանս առաջանա սահմանների բացման։ Եվ Թուրքիան շահագրգռվածություն ցուցաբերի։ Եվ ինչու է դա պայմանավորված լինելու։ Որովհետև տեսեք, եթե Թուրքիան ու Իրանը հսկայական առևտուր էին անում, ել չասեմ, որ Նախիջևանով Ադրբեջան կապը։ Եվ այստեղ եթե փակվում է ամբողջը, շատ հնարավոր է, որ հետաքրքրությունը մեր թևի վրա ավելի մեծանա։ Տնտեսական, ուրեմն հարցերի տեսանկյունից։ Կարող է խթանել հայ-թուրքական սահմանի բացումը։ Խթանել հայ-թուրքական սահմանի բացումը, որտեղ տեսեք, դուրս կգա ամբողջ արևելքը փակա։ Մի հատ Վրաստան է մնում։ Եկեք այս հիանալի լավատեսական հեռանկարով մեր այսօրվա զրույցը ավարտենք։ Տիկին Մինասյան, շատ շնորհակալ եմ ձեզ։ Մեր հյուրն էր թուրքագետ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ Նելի Մինասյանը, իսկ մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ Գեղեցկություն ներշնչված սիրով, սեր, որը դառնում է հոգատարություն։ Սիրո տոներից մինչև մարտի 8-ը իդեալ համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Իդեալ համակարգ, սիրով եւ հոգատարությամբ դեպի կատարելություն։ Ծխատար ընդամենը 1 դրամ, չորանոցն ընդամենը 1 դրամ, հոսանքի կարգավորիչը ընդամենը 1 դրամ։ Մինչև մարտի 8-ը իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ եւ ստացեք ծխատարը, չորանոցը եւ հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապարիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։
Մեր եթերը շարունակվում է տեսակապով, մեզ Իսրայելից, Երուսաղեմից է միացել ռազմական փորձագետ Դավիթ Շարպը։ Приветствую вас, Давид. Давид, приветствую вас. Израиль и Иран продолжают обмениваться ракетными ударами. Ну, понятно, что с обеих сторон очень сильна пропагандистская составляющая, когда мы смотрим новости, читаем новости о происходящем. Мне хотелось бы задать вам следующий вопрос. Как обстоит ситуация на самом деле? Какая часть иранских ракет на самом деле долетает до Израиля, каков ущерб? И насколько успешна израильская операция против Ирана? Израильско-американская операция. Прошу прощения. Давайте начнем с того, что долетает. На момент нашего с вами разговора было несколько таких прилетов по населенным пунктам израильским. Причем в ряде случаев, например, когда погибла гражданка Филиппин в Тель-Авиве, или когда погибло 9 гражданских в городе Бейт-Шемеш, поблизости, в сотнях метрах от этого места нет никаких военных объектов. То есть военные объекты находятся в километрах. И, соответственно, вывод можно было сделать такой. Либо Иран умышленно бьет просто по городам, либо они используют оружие, которое близко не точно и действует по принципу «на кого Бог пошлет». В общем и целом, за это время иранцы выпустили много ракет. Армия пока не дает по каким-то причинам точных цифр и показателей, но это далеко больше сотни баллистических ракет средней дальности. Количество перехваченных беспилотников израильскими военно-воздушными, военно-морскими силами, ну скажем так, многие десятки, это на данный момент. Результативность, несмотря на вот 2 случая, которых я вам сказал, и ряд других попаданий, результативность израильской противовоздушной обороны на данный момент очень высокая. Процент перехвата очень высок. Тем не менее, 100% успеха быть не может, и, к сожалению, мы были свидетелями этого. В общем и целом, это то, что с точки зрения обороны иранских ударов. Еще один момент. Ночь на понедельник была тихой. Иранцы не осуществили ни одного ракетного обстрела в течение ночи. И это является косвенным признаком того, что у них довольно существенные проблемы. Мне сложно предположить, что у них нет мотивации. Тем более после ликвидации Али Хаминеи, после того, как израильские ВВС непрерывно наносят удары по Тегерану и по важнейшим объектам в стране, мотивация у них, безусловно, есть. По всей видимости, кое-какие проблемы с организацией дела и с возможностями у них возникают. И это косвенно свидетельствует о том, что израильско-американские действия, направленные на подавление баллистического потенциала Ирана, имеют определенный успех. Но полного успеха здесь тоже быть не может, потому что Иран очень существенно работал над устойчивостью своих баллистических систем и, естественно, работал над тем, чтобы, скажем так, произвести больше и создать условия для их применения в условиях вражеского господства в воздухе. Но это мы видим. В общем и целом, насколько я могу судить, на данный момент в израильском командовании очень довольны ходом операции. Естественно, война таит сюрпризы и возможны разные варианты, но с точки зрения ударных возможностей и разведывательных результатами довольны. С самого начала операции было очень успешным в контексте ликвидации иранского военно-политического руководства и, собственно, уничтожения ряда военных объектов. ПВО Ирана в основном удалось подавить в течение 24 часов на западе страны и в районе Тегерана. Это не значит уничтожить полностью. Естественно, это представляет опасность. Иранские системы ПВО, действующие в засадном режиме или перебрасываемые подкрепления с центра и с востока страны. Тем не менее, это позволяет действовать израильским ВВС весьма и весьма свободно, непосредственно над Тегераном. Ну и цели, которые преследует Израиль, я сейчас говорю об Израиле, в первую очередь это ракетная программа Ирана и производство, и сами ракеты. Естественно, подавление ПВО очень и очень важно, оно обеспечивает свободу действий в воздухе. И цели, связанные с режимом. Задача ослабить режим.
и создать лучшие условия для того, чтобы противники режима в Иране смогли его свергнуть. Это одна из целей. Но в Израиле прекрасно понимают, что сами одними ударами с воздуха режим свергнут быть не может. Предпринимаются те или иные меры. И одна из важнейших составляющих – это, собственно, кинетическое воздействие, уничтожение, в том числе штабов силовых структур Ирана в его столице. Угу. А вот по части ПВО, до этого было очень много информации, что в Иран поступают в том числе ПВО из России, из Китая. И фактически, если мы будем судить по первому дню этих ударов, когда фактически американские томагавки прилетели и разрушили те укрепления, ту резиденцию, где прятался в том числе Али Хаминеи, без всякого сопротивления. То есть тут явно, что, ну мне так кажется, во всяком случае, я могу ошибаться, что ПВО, скажем так, была не очень эффективна в этом районе, как минимум в этом районе. Оцените эффективность российской, если там есть, я не знаю, китайской ПВО над Ираном. Во-первых, резиденция Хаминеи была уничтожена израильской авиацией, я полагаю, самолетами F-35. Американцы не наносили по ней удара томагавками. У американцев было другие цели. И началось все именно с израильской атаки 200 израильских самолетов и по резиденции, и по средствам ПВО, и по баллистике. И через считанные минуты включились американцы. Причем с определенным географическим разделением. В большей степени американцы на юге Ирана, Израиль больше на западе и в самом Тегеране. По поводу того, что произошло с иранским ПВО, ну, результат общий достаточно очевиден, а вот по деталям, к сожалению, у нас нет информации. Но я могу сказать следующее, что еще во время прошлой войны, в июне 25 года, ПВО Ирана на западе страны и в центре страны, и это основные силы ПВО были фактически израильской авиацией разгромлены, и в начале войны еще и диверсионными группами. И с тех пор восстановить то, что у них было, и то, что не сработало еще тогда, иранцы не смогли. И дивизионы С-300, 4 дивизиона С-300 ПМУ-2, насколько я понимаю, тогда были уничтожены, и нет никакой информации, что их компоненты были восстановлены сейчас. Это, кстати, неудивительно. Речь идет о дорогостоящих системах, которые нужны самой России, и которые вряд ли могли быть поставлены в срочном порядке. То есть могли бы, но в этом случае России нужно было оторвать, что называется, от себя. Мы не имеем информации о том, что это было сделано. И пока израильские военные не говорили о том, что снова появились российские С-300. Какие-то компоненты российских систем ПВО, безусловно, поставлялись. Ходили слухи о китайских. Но нет информации либо конфиденциальная, либо количество были не очень существенные. И в любом случае иранцы, когда им нужно было восстанавливать ПВО после прошлой войны, как я это вижу, стояли перед очень серьезным вызовом. То есть дело же ведь не в том, что какая-то система оказалась лучше или хуже, конкретная боевая система или зенитно-ракетный комплекс. Не сработала вся система. И если ты что-то купишь за место выбывшего, а с ним поступят таким же образом, ну, вряд ли ты достигнешь, вряд ли это твоя цель. То есть иранцев, вызов, который стоял перед иранцами, это придумать нечто новое, что может стать эффективным и заменит уничтоженное. Времени у них было мало, и у них было немного ресурсов. Говорить поэтому о детальных действиях тех или иных систем невозможно. В общем и целом противовоздушная оборона Ирана против такого рода противников, а это самые сильные противники, какие только могут быть в современном мире. Она оказалась неэффективной тогда, и она не особо эффективна сейчас, но риски для самолетов есть. И как мы видели, риски от дружественного огня иногда выше, чем риски от огня противника. Ну а известный контракт, о котором писали в последние дни по ПЗРК «Верба» российского производства, этот контракт должен быть реализован в 2027 году и после. Вероятно, мелкие партии «Вербы» они получили, но это не подтверждено. И в любом случае ПЗРК – это не те средства, которые способны существенно повлиять на противостояние с такими противниками. Вашингтон-Пост распространяет информацию, согласно которой на решение Дональда Трампа начать атаку на Иран существенно повлияло давление и призывы премьер-министра Израиля Биньямина Нетаньяху и саудовского наследного принца Мохаммеда бин Салмана. Насколько вероятно, да, вот это все, что на самом деле
это все было. И где здесь реальность, на ваш взгляд? Здесь, на мой взгляд, важно расставить определенные акценты. Я хочу напомнить, что до того, как в Иране вспыхнули протесты, президент Трамп не планировал и близко никакой атаки против Ирана. Об этом даже речь не шла. В Израиле же, естественно, готовились к возможному противостоянию с Ираном, понимая, что это никто не скрывал, что по мере восстановления ракетного потенциала Ирана после войны 25 года он будет представлять серьезную опасность, и Израиль вынужден будет действовать на опережение. Когда это произойдет? Мне, естественно, никто об этом не докладывал, но на уровне интуитивном и по косвенным признакам я могу предположить, что это планировалось, самое раннее, где-нибудь на лето 26 года, а скорее всего вообще на 27 год, потому что до того, как накопился банк целей, ради которых стоит начинать войну, никто бы эту войну не начинал, и вообще нужно подготовиться. Но начались протесты, и президент Трамп увлекся идеей помочь протестующим. И мы все помним, что было. Когда уже протесты были де-факто подавлены в крови, к этому моменту назрел американский удар. Трамп обещал ударить, заявил, что мы придем на помощь. И на тот момент не было никакого существенного давления и близко со стороны Израиля и со стороны Саудовской Аравии. То есть Трамп сам обещал и практически решился на удар, когда уже было поздно. Я скажу больше, у нас известно из вполне осведомленных источников, что палец над кнопкой уже был, самолеты были почти взлетели, если не взлетели, и в Израиле была полная готовность к тому, что удар американский состоится, причем отнюдь не по израильской просьбе. И вот тогда как раз последовали просьбы иного характера со стороны США, Израиля, насколько можно судить, и Саудовской Аравии, и ряда советников президента Трампа. Удар бы тогда был символическим, и он бы не мог иметь никакого серьезного военного успеха. То есть бы мог кое-какой иметь, но не серьезный. А с другой стороны, протесты были уже подавлены. И если уж Трамп взял на себя такие обязательства и правильно достаточно решил, что режим находится в сложнейшей ситуации за всю свою историю, то удар стоит подготовить, несмотря на то, что это будет репутационный ущерб, то удар стоит подготовить гораздо более тщательнее. В этом случае польза и успех будут в любом случае выше, чем то, что бы произошло тогда. И вот этот, собственно, уговор сработал. И насколько можно судить, президент Трамп сделал именно этот выбор. Однако при этом он тоже был готов искренне пойти на переговоры с Ираном и добиться сделки, если условия этой сделки его устроят. Но требования были очень суровые к Ирану. Эти требования Иран, естественно, не устроили, и тогда, собственно, Трамп сделал соответствующий шаг. Для Израиля в тот момент, когда американцы готовы принять деятельное участие в боевых действиях, естественно, это была серьезнейшая причина и повод присоединиться, потому что, что знает, такого шанса ждут полвека. Если бы действовали сами, пришлось бы ждать более удобных обстоятельств, зеленого света от Трампа, и, может быть, это произошло бы через год, или 2, или 1,5. В случае с действиями американцев, естественно, стоило поторопиться, и это то, что сделали. На практике операция готовилась много недель, в тесной координации, разделение обязанностей, и результаты мы видим. Вы отметили, что в ходе переговоров Иран проявил неуступчивость. И вот буквально на второй день после начала военной операции Дональд Трамп заявил, что Иран хочет возобновить переговоры, и США, в принципе, на это согласны, после чего секретарь Высшего совета безопасности Ирана Али Лариджани заявил, что Иран ни на какие переговоры идти не собирается. Где здесь на самом деле, на ваш взгляд, реальность и где дипломатическая риторика? Вот если мы будем оценивать перспективу возобновления переговоров, продолжения переговоров, как минимум в ближайшее время, в обозримом будущем. В порядке юмора так и тянет отреагировать на слова Лариджани: не хотите, не надо, тем хуже для вас. Но если серьезно, есть публичная риторика, и иногда публичная риторика противоречит тому, что происходит в кулуарах. В принципе, Трамп всегда являлся, мы это знаем по опыту и предыдущей каденции, и нынешней, если уже начинает боевые действия, то он сторонник коротких операций, которые выглядели бы как успешные, или являлись бы успешными. То есть он сторонник сделок.
в первую очередь. Насколько, однако, я могу судить, президент США был бы готов, видимо, пойти на сделку с Ираном, но для этого должны быть особые условия. Хочет этого новая власть иранская или нет, но такие силы и такую операцию не готовят ради того, чтобы остановиться на полпути с военной точки зрения. То есть должна быть какая-то логическая военная завершенность, даже если не терпится завершить сделку. И главное, сама сделка. Еще было бы совершенно неразумным в любом случае, как мне это видится, прекратить огонь и начать переговоры без каких-то либо особых обязательств со стороны Ирана. То есть без обязательств, это было бы просто несерьезно. А какие могут быть обязательства, которые заставят прекратить огонь? И опять-таки мне видится ситуация таковой, что американцы не для того собирали эти силы и начинали боевые действия, чтобы, например, во время переговоров отказаться от тех условий, которые были предъявлены Ирану раньше. То есть аж по сути, полное нивелирование военной составляющей ядерной программы и так далее. По ракетам и поддержке союзников это отдельный вопрос. Так вот, если американцы не отказываются от своих подходов, вопрос, откажется ли от них Иран, вот мы, собственно, и посмотрим. Пока мы не видим признаки уступчивости, ну а что касается заявления Лариджани, то тут всегда это стоит воспринимать такого рода заявления, скажем так, с некими оговорками. Кулуарные переговоры или контакты через третьи стороны могут идти, это обычная практика. Возможно, иранцы отказываются, но в этом случае операция продлится дольше, чем это могло бы. А вот касательно именно сроков, Давид, какие конкретно цели ставятся сегодня окончательные в ходе этой операции Израилем и США, на ваш взгляд, и какие сроки понадобятся реально и конкретно для их реализации? Например, если говорить о сроках, мы всегда должны с осторожностью относиться к заявлениям президента Трампа. Например, он буквально день назад говорил о сроках то ли 4 недели, вот я почти цитирую, 4 недели или меньше. И он также говорил, что операция идет более успешнее, опережая график. Вот он пример сроков. Есть всегда военное и политическое, как правило, увязано. С военной точки зрения есть еще достаточный банк целей, которые необходимо уничтожить с точки зрения Израиля, да и вряд ли американцы против. При этом интересы Израиля и американцев не везде совпадают. Я имею в виду с военной точки зрения. Например, израильтян вообще не интересует или почти не интересует иранский флот. Разве что с символической точки зрения. Американцы флот интересуют, и они на нем концентрируются. Израильтян меньше интересуют цели, которые угрожают странам Персидского залива, и речь идет о ракетах дальностью в несколько сот километров, а американцев они интересуют очень и очень сильно, потому что они бьют по этим союзникам США и по американским военным базам. То есть отсюда разделение, отсюда и географических моментов разделения обязанностей. Но что касается уже стратегических моментов, то очень многое зависит от президента Трампа и его терпения. Есть что уничтожать, и для Израиля крайне важно, кроме вот этой подрыва прочности режима, максимально уничтожить все, что связано с дальнобойными вооружениями Ирана. Это производство ракет, производство беспилотников и, собственно, запасы, насколько это можно, и максимально пошатнуть режим, дестабилизировать режим ударами и по индивидуальностям, и, собственно, по его структурам, по его штабам, по его различным инструментам. В надежде на то, что та довольно-таки революционная ситуация, которая сложилась в Иране, после этого обретет какой-то дополнительный потенциал. Но здесь, опять-таки, никто не может этого гарантировать. Но ослабление иранского ВПК, иранских вооруженных сил для Израиля – это первостепенная задача. По-прежнему исключается сухопутная операция? Насколько я понимаю, абсолютно исключается сухопутная операция, разве что если арабские страны и Иран начнут перестрелки и боевые действия на границе. Американских сухопутных сил, по сути, нет поблизости от Ирана. Более того, план их задействовать выглядит абсолютно нереалистичным с точки зрения политической. С точки зрения военной их просто нет. Израиль, само собой, тоже не может осуществить сухопутную операцию в Иране по объективным причинам. И если мы не считаем специальных операций разведки, агентуры или сил специальных операций, то, в общем-то, о сухопутной операции речь быть и не может. И одна из, собственно, и следствий этого
что свержение режима может произойти только изнутри, только благодаря военному перевороту и революции. Никакого свержения извне ударами с воздуха по определению быть не может, но удары с воздуха и другие комплексные меры, в том числе по поддержке оппозиции, могут приблизить конец режима. И последний вопрос, Давид. Фактически Иран нанес ракетные удары по всем арабским странам залива. И создается впечатление, что Иран на самом деле, настраивая против себя весь арабский мир, идет ва-банк. Это так или это видимость? Иран почти идет ва-банк. Он пытается не перейти некую тонкую красную линию. Возможно, он ее уже перешел. Я также напомню, что он нанес систематические удары по британской военной базе на территории члена ЕС государства Кипр, Республики Кипр. Ни много ни мало. Вот этот момент меня удивил. При всем воздержании британцев и от активных действий, и от предоставления американцам своей базы Диего Гарсия для бомбардировок, что, кстати говоря, было, на мой взгляд, ошибкой Стармера, которую он неловко после ударов иранца попытался исправить, снова дав американцам разрешение использовать эту базу. Так вот, Иран не наносит масштабных ударов на момент нашего с вами разговора, надеясь, что арабы из опасения последствий дальнейших воздержатся от ударов по Ирану, а с другой стороны надавят на Соединенные Штаты, чтобы американцы прекратили войну. Но боюсь своими действиями, вернее не боюсь, а предположу, что иранцы достигают обратного эффекта. Даже несмотря на страхи и опасения, они в итоге могут подтолкнуть арабов к реальным действиям, в частности саудовцам, и, возможно, это решение близко. Но даже если нет, вряд ли они добьются того эффекта, о котором идет речь, что те будут просить воздержаться, закончить войну. Боюсь, что те начнут просить наоборот, как у нас в регионе принято говорить, отрубить голову змеи. Благодарю вас, Давид. Спасибо, Давид, всего наилучшего. Մեր հյուրներ, որը մեզ միացել էր տեսակապով Իսրայելից, Երուսաղեմից, ռազմական փորձագետ Դավիթ Շարպը, իսկ մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ Գեղեցկություն ներշնչված սիրով, սեր, որը դառնում է հոգատարություն։ Սիրո տոներից մինչև մարտի 8-ը իդեալ համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Իդեալ համակարգ, սիրով եւ հոգատարությամբ դեպի կատարելություն։ Ծխատար ընդամենը 1 դրամ, չորանոցն ընդամենը 1 դրամ, հոսանքի կարգավորիչը ընդամենը 1 դրամ։ Մինչև մարտի 8-ը իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ եւ ստացեք ծխատարը, չորանոցը եւ հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապարիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ, դեպի կատարելություն։ Առաջինի եթերը շարունակում ենք տեսակապով, մեզ Լիբանանից է միացել Բեյրութի ազդակորաթերթի գլխավոր խմբագիր Շան Գանտարյանը։ Բարև ձեզ, պարոն Գանտարյան։ Բարև ձեզ։ Հայտնի է, որ սկսվել է նաև մեծ հաշվով պատերազմ Իսրայելի եւ Լիբանանի մասնակցությամբ եւ որքանով ես հասկանում եմ Լիբանանի ղեկավարությունը ամեն ինչ արել է որպեսզի Լիբանանը չներգրավի այս պատերազմական գործողությունների մեջ, բայց այնուամենայնիվ Հեզբոլլահի շնորհիվ արդեն հասցվում են հարվածներ
իսրայելական հարվածները Լիբանանի տարածքին եւ հայտնի է, որ արդեն 30-ից անցել են զոհերի քանակը, ինչ իրավիճակ է այս պահին եւ ընդհանուր առմամբ որքանով է հաջողվում կամ չի հաջողվում Լիբանանի ղեկավարությանը փորձել կանխել գոնե ռազմական ներխուժումը իսրայելական բանակի Լիբանանի տարածք, եթե այդպիսի նպատակներ այս պահին կան։ Նախ պետք է ասել, որ հրաթաթարի համաձայնությունը արդեն վաղուց չէր հարկվում, հիմնականում միագողմանիորեն, այսինքն Իսրայելը հարավային շրջանները հրթիռագործում էր, նաև թիրախային գործողություններ էր իրականացնում, անօդաչու սարքերը անվերջ գրեթե առօրյա ռեժիմով շրջակայում էին Լիբանանի օդային տարածքներում։ Ուրեմն Իրանի թեմ, ուրեմն այս սանձազերծված պատերազմից հետո հիմա նոր դարողություն է ստացել եւ փաստորեն իսրայելյան մոդեցումով եւ պաշտոնական հայտարարություններով հրաթաթերի համաձայնությունը դե ֆակտո չեղարկվել է, դա նշանակում է, որ նոր պատերազմական փուլ է եւ այստեղ նաեւ մինչեւ այս պատերազմը, մինչեւ Իրանի թեմ սկսված հարձակումները Իսրայելը զգուշացնում էր պաշտոնական Բեյրութին, որ եթե Հեզբոլլահը ռազմական շարժումներ գրանցի կամ նաև հարձակումներ իրականացնի, այդ դեպքում ամբողջ Լիբանը թիրախ է լինելու եւ նաև օբյեկտներ են նշանել առաջի հերթին օդանավակայանը։ Հիմա փաստորեն սաստկացել են եւ ոչ միայն հարավային շրջանն է, այլ նաև Բեկայի շրջանը, Բեյրութի հարավային արվարձանները, ուրեմն հրթիռագործվում են եւ բնականաբար նաեւ Լիբանյան տարածքներից հարավային որոշ շրջաններից նաեւ Հեզբոլլահը հրթիռներ է արձակում դեպի հյուսիսային Իսրայել։ Ուրեմն կարող ենք ասել, որ այո, Լիբանանը ներքաշվել է այս պատերազմին, բայց այսօր կառավարության նիստեր եւ վարչապետը հայտարարեց, որ հատուկ որոշումով արգելում են Հեզբոլլահի զինվորական եւ անվտանգային գործողությունները եւ բարձրապես ուրեմն հորդորում են, որ Հեզբոլլահը բացառապես քաղաքական գործունեություն ունենա։ Իհարկե այս որոշումի գործադրելիությունը շատ դարակուսելի է, որովհետեւ համապատասխան կամ համարժեք միջոցները կամ գործիքագազմը համապատասխան լիբանյան զինված ուժերը չունեն, ուրեմն այդ առումով նաև որոշումը գործադրելու, բայց դա կնշանակի արդեն ներ-լիբանանյան շատ անկանխատեսելի ուրեմն իրավիճակի ստեղծում եւ չէր բացառվում, որ նաև Իսրայելի զգուշացումների կամ սպառնալիքների քաղաքական ուղերձը նաև այն էր, որ Լիբանանը բոլոր շրջանակներով եւ պաշտոնական եւ քաղաքական ուժեր համայնքներ ջնշեն Հեզբոլլահի վրա, որպեսզի չդիմի ռազմական գործողությունների, բայց հիմա փաստը այն է, որ այդ արդեն իսկ հրատատարի խախտումները բարակայական, որ ստեյության խախտել էին հրատատարի համաձայնությունը, հիմա բոլորովին նոր շրջափուլ է, որը հատկանշվում է կամ փնուտակրվում է իբրև պատերազմական իրավիճակ։ Արդեն կա տեղեկատվություն, որ Հեզբոլլահի խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Մոհամեդ Ռաադը սպանվել է իսրայելական ավիահարվածների արդյունքում։ Այդ տեղեկատվությունը ճշգրիտ է։ Կարծում եմ, որ ճշգրիտ է։ Առանթեր նաև այլ բարձրաստիճան պաշտոնատարների նկատմամբ եւ պաշտոնապես Իսրայելը հայտարարեց, որ նաև ընդհանուր քարտուղարը թիրախ է իրենց համար եւ գիտեք առանթեր կա նաև դերեկատվական պատերազմ ավելի լայն մասշտաբով, բայց նաև դեպի Լիբանան իրականացվող գործողությունների, թիրախների եւ այդ դրանց արդյունքների մասին չի բացառվում, որ նման անձնավորությունների թիրախավորված գործողությունները շարունակե Իսրայելը, ինչի մասին արդեն հայտարարել է։
Որքանով է մեծ հավանականությունը, որ այդ հարվածները լինելու են ոչ թե հրթիռային կամ ավիա, այլ նաև լինելու է ցամաքային օպերացիա, որը նպատակ կարող է ունենալ վերջնականապես Հեզբոլլահին Լիբանանի տարածքում ոչնչացնել։ Կա այդպիսի հավանականություն։ Այո, կարծում եմ այդ հավանականությունը արգա է, որովհետև Իսրայելի գործողությունները ի վերջո նպատակադրում են ոչ միայն հարավային շրջաններից Հեզբոլլահի թիրքերի հետ քաշում կամ նույնիսկ ճշտված թիրախավորված թիրքերի վերահսկողության դակ առնելու նպատակով համարժեք գործողություններ, կարծում եմ, որ որոշ անվտանգության կոդի ստեղծելու ինչը որոշակի առումով արեց Իսրայելը սիրիական տարածքներում, այս դեպքում նաև հարավային բավական խորությամբ, ուրեմն շրջան դարածք ոչ միայն Հեզբոլլահից զերծ բահելու, Հեզբոլլահի ուժերից, այլ ընդհանրապես անմարտապնակ վերածելու, որովհետև դա ինքը ընկալում է Իսրայելը իբրև հատկապես իր հյուսիսային շրջանի անվտանգության գլխավոր երաշխիք, այդ անվտանգության կոդին կամ պաշտպանության համար արգելագիչ կոդի, ինչպես իրենք նոտակվում են, ստեղծել։ Սա կարծում եմ առաջնային խնդիր է Իսրայելի համար եւ չի բացառվում, որ այս առիթից օգտվելով ներխուժման դեսքով այդ անվտանգության կոդին ձևավորելու նպատակի գործադրելիության անցում անի Իսրայելը։ Ընդհանուր առմամբ նաև կուզեի լսել ձեր կարծիքը կապված Իրանի տարածքում ռազմական գործողությունների մասով, ինչ սցենարներ կարող ենք այսօր քննարկել, հավանական է, որ պատերազմը կարող է շատ երկար տևել, թե ձեր կարծիքով այնուամենայնիվ հարվածները կրելու են լոկալ բնույթ եւ 12 օրյա պատերազմի օրինակով կավարտվեն։ Գիտեք, բավական բարդ է իրավիճակը եւ դժվար է կանխատեսել առարգայանալիք սցենարները, բայց սկիզբը իբրև ժամկետ այս գործողությունների Ամերիկան հայտարարում էր մի քանի օրվա, 4 օրվա անգամ ժամկետ էր նշում, հետո նաեւ հայտարարությունը գնաց այն մասին, որ սա շաբաթներ, անգամ 4 շաբաթ է տևելու, այդ լոկալացված վիճակը արդեն ավելի փրկուն է դարձել, ավելի դարաշրջանային է դարձել, թեկուզ թիրախներ են խփում, որտեղ նաև Իրանը ուրեմն հարվածում է դարաշրջանում արգա ամերիկյան դարբեր հենագերի, դարբեր ռազմավազաների եւ նախատրյալները այնպես են նշում, որ սա արդեն դեղայնացված վիճակից արդեն վերածվել է դարաշրջանային մասշտաբի։ Գիտեք, նաև այն դերեկատվությունը, որը շրջանառվեց, թե Միացյալ Նահանգները բանակցելու կոչ են արել Թեհրանին, բայց պատասխանը ավելի հատկանշական էր, որ Թեհրանը մերժել է եւ նաև առաջի այն հայտարարությունը, որ Թեհրանը ինքը կճշտի պատերազմը դադարեցնելու կամ բանակցելու կամ չբանակցելու մասին ուրեմն որևէ առաջարկ, որևէ հնարավորություն, այսինքն այնպիսի ուղերձ է, որ կստացվի, կհասկացվի, կընկալվի այնպես, որ Թեհրանը առայժմ պատրաստ չէ դադարեցնելու ուրեմն պատերազմը, Թեհրանը ասել է, որ հարձակման է ենթարկվել եւ այդ հարձակման համարժեք պատասխաններ տալու ընթացքը շարունակվելու է։ Իրանի կողմից թիրախավորվել են գրեթե բոլոր, պետությունները արաբական, Պարսից ծոցի գրեթե բոլոր արաբական պետությունները, նույնիսկ Կիպրոսին է հարված հասցրել բրիտանական բազային, տպավորություն է ստեղծվում, որ Իրանում, Թեհրանում որոշում են կայացրել վաբան գնալու։ Ձեր կարծիքով դա իրոք այդպես է, թե դա ուղղակի տպավորություն է։ Գիտեք, հետաքրքիր է, եթե նաև նկատի ունենանք, որ այս շղթայական գործողությունների ընդհանուր դրամապանությունը, եթե փորձենք ընկալել, նախքան այս ամենափրկուն պատերազմը, ուրեմն նախ իրանյան պրոքսի հենագետերի չեզոքացումը Լիբանանում, Սիրիայում,
Գազայում, Եմենում, հետո նաև ներքին առումով այն բայթունավտանգ իրավիճակը, որը ստեղծվեց եւ որը նաև բավական գոշ քաղաքացիություն կդավ իրանյան իշխանությունների կողմից, այսինքն արտաքին ներքին լրջակույն մարտահրավերներից, հարվածներից հետո երևի որոշվել էր, որ սա թայմինգը հարմար է գնալու մինչև վերջ եւ բարդացրելու որոշ բանջներ Իրանին։ Բայց կարծում եմ մեծ հաշվով նաև Իրանի թերագադարության այդ վերասահմանման, վերաիմաստավորման ընդհանրապես տարածաշրջանում եւ ավելի գլոբալ առումով այս շղթայական գործողությունների շարքը, եթե նաև Վենեսուելայի մեջ պատահածը նկատի ունենանք, Գրենլանդայում ուրեմն Միացյալ Նահանգների թիրքորոշումները, ճնշումները, քաղաքական գործընթացները եւ տեսնենք նաեւ հետը տնտեսական փևերից դեպի քաղաքական փևեր անցում կատարող Չինաստանի կարևորագույն առանցքները գոդրելու եւ չթույլատրելու, որ չինական փևերը նաեւ մրցակից լինի ռազմաքաղաքական առումով, բացի տնտեսականից Միացյալ Նահանգների, թերևս նպաստավոր կլինի հանգամանքները ավելի բարձելու, ավելի ընկալելու, որ սա միայն Իսրայելի անվտանգության սպառնալիքը չեզոքացնելու խնդիր չէ, սա շատ ավելի համաշխարհային կամ նոր աշխարհակարգի ձևավորման հետ կապված տարբեր փևերների առանցքները գոդրելու, մանավանդ եթե նկատի ունենանք, որ հիմա հարվածվում են տարածաշրջանում էներգիայի տարբեր համակարգեր, ընդ որում նաև ձոցի արաբական հատվածում ամերիկյան վերահսկողության տակ գտնվող էներգիայի համակարգերը լրջակույն հարվածներ են ստանում այս դեպքում Իրանի կողմից, ուրեմն այդ անցքի Հերմուզի անցքի փակման կամ ամերիկյան դիտանկյունով այդ անցքը նաև այս պատերազմից հետո իրենց ակնկալած արդյունքներով վերահսկելու, այսինքն ամբողջ նաև համաշխարհային տնտեսական աշխարհակարգի կամ տնտեսական առումով աշխարհակաղակականության այս ամբողջ հանգամանքները, խնդիրները կարող ենք նաև դեղատրել այն մեծ խճանկարի մեջ, որը այսօր նոր աշխարհակարգի ձևավորման մեջ հետը իբրև ուրվագից տեսանելի է դառնում։ Պարոն Գանտարյան, շարունակելով ձեր միտքը, նշեմ, որ իրոք Հորմուզի նեղուցը փակելով ինչ է ստացվում։ Ստացվում է, որ մեծ հաշվով արդեն կանխատեսումներ կան, որ նավթի 1 բարելը $60 կարող է դառնալ $120, այսինքն գինը 2 անգամ կթանկանա։ Խոսքը գնում է Brent տեսակի նավթին, եւ ինչ է ստացվում։ Ստացվում է, որ մեծ հաշվով Իրանը իր ձեռքով ոչնչացնում է այդ բոլոր ճանապարհները, նաև նավթային օբյեկտները, հա, համակարգերը, ինչը իրականում նպաստում է ամերիկյան դիրքորոշման այդ գլոբալ հակամարտությանը, որովհետև էներգակիրների, մասնավորապես նավթի թանկացումը առաջին հերթին հարված է հասցնում Չինաստանին։ Դուք ինչպես եք կարծում։ Այո, ճիշտ է ձեր դիտարկումները այն առումով, որ ի վերջո այս արդյունքները ամիջական առումով այդ ձեր նշած գերերին են հանգեցնում, բայց կարծում եմ, որ ավելի հերահար դրվածքով նպատակը նաև Միացյալ Նահանգների այդ ամբողջ ռեսուրսները վերահսկելու, եթե իրենց ցանկացած արդյունքներով կամ իրենց պատկերացրած արդյունքներով ավարտվի այս պատերազմը, ուրեմն այդ ամբողջ տարածաշրջանի կարևորագույն ռազմավարական ուղիները, էներգիայի, այդ խողովակաշարերի, իրանյան ռեսուրսների, Իրանի կողմից վերահսկվող տարբեր էներգիայի ռազմավարական նշանակություն ունեցող գետերի այդ ամբողջ ցանցի վերահսկողության ստանցումն է, կարծում եմ, ինչը ուրեմն դեղավորվում է այն դրամապանության մեջ, որը արձանագրվեց
Վենեսուելայի առումով, այսինքն Վենեսուելայի ղեկավարի արևանքումը ինքնին ինքնանպատակ գործողություն չէր, կարծում եմ դրա հետև ամբողջ այդ նավթային, գազային, էներգիայի տարբեր ոլորտների արտահանման այդ ամբողջ հիմնական ունավորումը ոսկը հիմնովին գդրուկ փոխելու խնդիրներ դիմակրավում, որտեղ արդեն Վենեսուելան սկսած էր համարձակ քայլեր առնել Չինաստանի հետ, ընդ որում նաև մինչև դոլարի զոնայից դուրս գալու եւ տարբեր արժույթներով այդ մեծ տնտեսական նախագծերը իրագործելու։ Ուրեմն եթե նաև այս դրամապանության շարունակության շղթայական, ուրեմն իրերը հաջորդականության գործընթացի մեջ փորձենք դիտարկել խնդիրը, նաև այս դեպքում հարցը դուրս կգա միջուկային թղթածրարը, որը կարծում եմ լիարժեք շահարկվեց իբրև բادرվակ, անգամ նաև Իսրայելի նկատմամբ անվտանգությունը կարծում եմ ինչ որտեղ սա ենթաօրագարկ է, հիմնական օրագարկը նոր աշխարհագարկի, հատկապես տնտեսական կերշահույթների, առաջի հերթին էներգիայի ոլորտի վերաբերող ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն գերերի վերահսկողության խնդիրն։ Իրանի վրա իսրայելա-ամերիկյան հարձակման ֆոնին Պակիստան-Աֆղանստան բախումները անցան երկրորդական պլան եւ այնքան այդ մասին արդեն չի խոսվում, բայց այնուամենայնիվ մենք կարող ենք անցալել այն ինչ կատարվում է Աֆղանստանի եւ Պակիստանի միջեւ, ինչպես եւս այս ձեր նշած տրամաբանության աշխարհակարգի փոփոխության եւ ԱՄՆ-ի տնտեսական հեգեմոնիայի հաստատման աշխարհում մի մասնիկ։ Այո, տնտեսական հեգեմոնիա ճիշտ բանացևն է, կարծում եմ, առավել եւս անգախ այդ տնտեսական նշանակություն, խորը նշանակություն ունեցող դիրույթներից, այս դեպքում պետք է նաեւ անդրադառնալ կամ տեսնել, որ անկայունության կոդիներ, անվտանգության հետ կապված խնդիրներ, ընդհարումներ հետզհետե աշխարհակրականորեն մոտենում են Չինաստանին։ Ի վերջո նաև Չինաստանամերձ շրջաններում նման իրավիճակներ ստեղծելը եւս այդ մեծ օրագարկերու, մեծ առաջադրանքներու հարթման ուղի իբրև կարող են ծառայել եւ Պակիստան, Աֆղանստան ընդհանրումները չնայած ուժերի անհավասարակշիռ դրվածքին հարաբերակցության, կարծում եմ պետք է դիտարկել նաեւ այդ ինչպես դուք բանացրեցիք, տնտեսական հեգեմոնիայի հաստատման ընդհանուր աշխարհակարգականության դրամապանության սահմաններում։ Եվ փորձենք վերջում ընդհանրացնել, պարոն Կանտարյան, տեսեք, ինչ է ստացվում։ Ստացվում է, որ Չինաստանը փորձում է հասնել իր նպատակներին, այդ նույն հեգեմոնիային, բացառապես տնտեսական միջոցներով, զարգացնելով սեփական տնտեսությունը, տնտեսական ներկայությունը, օրինակ Աֆրիկայի մայրցամաքում, իսկ ԱՄՆ-ն պատասխանում է շոկային պատերազմական միջոցներով, այդ նույն տնտեսական մրցակցությանը փորձելով հասնել հեգեմոնիային պատերազմական գործողությունների միջոցով, որտեղ ներգրաված է եւ Իսրայելը եւ տարբեր երկրներ։ Արդյոք մենք կարող ենք դիտարկել մի սցենար, երբ որ Չինաստանը կարող է փոխել իր ռազմավարությունը եւ մարտավարությունը եւ նույնպես անցնի այդ գործիքակազմին պատերազմական։ Այո, ես քիչ առաջ նշեցի, որ տնտեսական բևերից եւս անցում չի կատարել ռազմական քաղաքական հարթություն Չինաստանը, բայց եթե Չինաստանի տնտեսական ծավալապաշտությունը հանդիպում է կամ թիմակայվում է ամերիկյան ռազմական գործողությունների եւ նման սցենարներ ստեղծելու իրականության, դա նշանակում է, որ զուտ տնտեսական հարթության վրա Միացյալ Նահանգները զիջում է եւ դրա համար տնտեսական մրցակցության ռազմական դեսկով հագաստում է։ Գալու է սա շատ կարևոր խնդիր է եւ դրա համար նաեւ Չինաստանը շրջադարձ չի անում տնտեսականից դեպի ռազմական քաղաքական արդյուն, որտեղ թերևս ուժերի հարաբերակցությունը թերևս բարձ չէ, բայց դա արդեն գահանքեցնի ամբողջ աշխարհագարքի եւ ընդհանրապես
ռազմական գործողությունների շատ ավելի համաշխարհային կարդեսներով ծավալային դեսք ստանալու։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Գանտարյան։ Ես նույնպես։ Մեր հյուրն էր, որը մեզ միացել էր տեսակապով Լիբանանից, Բեյրութի ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտարյանը, ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը, ձեզ հետ էին մանրամասները, կհանդիպենք։ Գեղեցկություն ներշնչված սիրով, սեր, որը դառնում է հոգատարություն։ Սիրո տոներից մինչև մարտի 8-ը, իդեալ համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Իդեալ համակարգ, սիրով և հոգատարությամբ դեպի կատարելություն։ Ծխատար ընդամենը 1 դրամ, չորանոցն ընդամենը 1 դրամ, հոսանքի կարգավորիչը ընդամենը 1 դրամ։ Մինչև մարտի 8-ը իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահից ձեռք բերեք ամբողջական ջեռուսման համակարգ և ստացեք ծխատարը, չորանոցը և հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապառիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։